Երեք նախարարություն կվերանվանվի, իսկ մեկը կվերածվի կոմիտեի։ Կառավարությունը առաջարկում է էկոնոմիկայի նախարարությունը կոչել ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տրանսպորտի և կապի նախարարությունը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, իսկ քաղաքաշինության նախարարությունը վերածել կոմիտեի։ Կարծում եմ, որ մենք ստեղծենք ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե։ Փոփոխությունները ոչ բոլոր նախարարների սրտով էին։ Ինձ ցանկալի չի էկոնոմիկա արտահայտությունը հանելը, առավել ևս, երբ էկոնոմիկան ես պատկերացնում եմ իսկապես շատ ավելի լայն, քան միայն ներդրումներն է կամ ձեռնարկատիրության աջակցությունն է։ Քաղաքաշինության խնդիրները դնել մի տրամաբանության, մի կառույցի մեջ հուշարձանների պահպանության ոլորտի հետ, դա նշանակում է, որ մենք լուրջ վտանգելու ենք պատմամշակութային ժառանգության պահպանությունը։ Իսկ նորանշանակ նախարարներից վարչապետը առաջին հանձնարարականը տվեց գյուղատնտեսության նախարարին։ Խաղի գնման գործընթացը կազմակերպել։ Եթե չեմ սխալվում, Աղավնաձոր գյուղում, Վայոց ձորի, որտեղ Վեդի Ալկոն ունի պարտավորություններ, որը չի կատարել, ունենք բավականին ժանգոտած կառավարման համակարգ։ Երբ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց պետական գերատեսչությունների կողմից ավիատոմսերի գնման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նախագիծը, վարչապետը կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ։ Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք։ Ինձ որ պատմում են ինչ սխեմաներ են անում, ուղղակի ֆանտազիայի վրա, եթե այդ մարդիկ այդ խելքը օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավ կլինի։ Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 26-ին տեղի կունենա ազգային ժողովի արտահերտ նիստ, որի ժամանակ կքննարկվի նաև կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը։